Ֆինքա Հայաստանը հայտարարում է պարտատոմսերի հոբելյանական 20-րդ թողարկման մասին։ Սա Հայաստանի ֆինանսական շուկայում Ֆինքա Հայաստանի կայուն գործունեության ու վստահելի դիրքի հերթական վկայությունն է։ Արդեն 26 տարի է, ինչ Ֆինքան Հայաստանում գործում է միկրոֆինանսավորման ոլորտում եւ 26 տարիների ընթացքում մենք սպասարկել ենք ավելի քան 350,000 հաճախորդ։ Վերջին 8 տարիների ընթացքում Ֆինքան ակտիվորեն թողարկում է պարտատոմսեր եւ առաջիկայում մենք ունենալու ենք 20-րդ պարտատոմսերի թողարկումը։ Դա վկայում է ոչ միայն մեր հաճախորդների վստահություն մասին, այլ նաև մեր ներդրողների, մեր գործընկերների, մեր թիմի հանդեպ վստահության մասին եւ մենք կմնանք հավատարիմ մեր ռազմավարությանը, առաջիկա տարիներին շարունակելով իրականացնել պարտատոմսերի տեղաբաշխում, որի միջոցները ուղղելու է Հայաստանի ֆինանսական միջավայրի զարգացմանը, ինչպես նաև նպաստելու է մեր հաճախորդների ֆինանսական դիմակայության բարձրացմանը։ Տեղաբաշխումների ընթացքում Ֆինքա Հայաստանը մշտապես համագործակցել է ոլորտի առաջատարների հետ։ Վերջին տարիների գործընկերն է Dimension ընկերությունը։ Երբ տեղաբաշխումը գալիս է Ֆինքայի, ես միշտ ուրախ եմ, որ շատ հանգիստ, թեթև, շատ սահուն ընթանում է առանց ինչ-որ խնդիրների, ինչ-որ պետք անհրաժեշտ ձեր կողմից արագ կատարվում է, ինչ-որ մեր կողմից պետք է արագ կատարվի, ոնց որ մեծ սիրով մենք էլ կցանկանանք, որ համագործակցությունը շարունակվի, եթե այլ գործիքներ կլինեն, որ մենք կարողանանք ձեզ օգնել, մեծ սիրով պատրաստ ենք հետագա քննարկումներին։ 2017 թվականից իրականացված թողարկումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 41 միլիոն դոլարին համարժեք գումար, ներառյալ մոտ 12.4 միլիարդ դրամ եւ 10.5 միլիոն դոլար։ Նոր պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետը նոյեմբերի 24-ից 28-ն է։ Եթե այլ կազմակերպությունները մոտ 3 ամիս ժամանակ ունեն պարտատոմսերը տեղաբաշխելու համար, մենք եղել են դեպքեր, որ պարտատոմսերը տեղաբաշխել են վայրկյանների ընթացքում, րոպեների ընթացքում, ինչը վկայում է շուկայի մասնակիցների վստահության մասին։ Երբ որ նոր էինք սկսել պարտատոմսերի թողարկումը, ինստիտուցիոնալ ներդրողներն էին հիմնականում գնում մեր պարտատոմսերը, իսկ այսօր արդեն տեսնում ենք, որ ֆիզիկական անձիկ են ավելի հետաքրքրված։ Նշեմ, որ պարտատոմսերից եկամուտները ազատված են եկամտահարկից։ Ֆինքա Հայաստանի բոլոր պարտատոմսերը մշտապես ցուցակվել են ֆոնդային բորսայում, ապահովելով ներդրողների համար առավելագույն թափանցիկություն եւ հասանելիություն։ Ինչպես նախորդ 8 տարիների ընթացքում, այնպես էլ այժմ փորձելու ենք մեր ներդրողներին առաջարկել բավականին մրցակցային պայմաններ։ Թողարկման ծավալը լինելու է 938 միլիոն դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը 50,000 դրամ, տարեկան արժեկտրոնը 11.75%, իսկ արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Ֆինքա Հայաստանի պարտատոմսերը տարիներ շարունակ դիտարկվել են որպես վստահելի եւ գրավիչ ֆինանսական գործիք, ապահովելով իրացվելիություն եւ կայուն եկամտաբերություն։ Ավելի քան 2 տարի Dimension ներդրումային ընկերությունը տեղաբաշխում է Ֆինքա Հայաստանի կողմից թողարկվող պարտատոմսերը եւ այդ ժամանակահատվածի ընթացքում մշտապես պահանջարկը ավելին մեծ է եղել, քան ներկայացվող պարտատոմսերի առաջարկը։ Բավականին կարճ ժամկետներում պարտատոմսերը վաճառվել են։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր թողարկման ժամանակ ներդրողների քանակը ոչ միայն ավելանում է, այլ նաեւ կրկնվում է, ինչը խոսում է ընկերության հուսալիության մասին, այսինքն ներդրողները, ովքեր որ ձեռք են բերել նախորդ տրանշի պարտատոմսերը, այս անգամ եւս պատրաստ են ձեռք նոր տրանշի պարտատոմսեր։ Ֆինքա Հայաստանը քննարկում է ֆինանսական նոր գործիքների ներդրման հնարավորությունը նպատակ ունենալով նվազեցնել ներգրավող միջոցների արժեքը եւ դիվերսիֆիկացնել ֆինանսավորման կառուցվածքը։ Իսկ ֆինանսական գործիքների դիվերսիֆիկացումն ու շուկայի զարգացման նոր ուղղությունները նպաստում են նաեւ հաճախորդների հետ կապի ամրապնդմանը։ 20-րդ հոբելյանական թողարկումը շատ կարևոր է կազմակերպության համար, քանի որ այդ ներգրաված միջոցները տեղաբաշխվում են մարզերում միկրոձեռներությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հաճախորդների համար, օգնում են այդ հաճախորդներին իրականացնել իրենց բիզնես եւ գյուղատնտեսական նպատակները եւ ավելի բարեկեցիկ կյանք ստեղծել իրենց եւ իրենց ընտանիքների համար։ Ֆինքա Հայաստանը հանդիսանում է Ֆինքա Impact Finance Global ցանցի մաս, որը միկրոֆինանսավորման եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտի առաջատարներից է մեր երկրում։